Բարև ձեզ հարգելի ընկերներ, խնդրում եմ առաջերտին տարածել հեջս շատ մեծ սահմանափակման տակ է, կարևոր մի քանի հարցի մասին կուզեի իմ մտքերն արտահայտել, իհարկե սկսեմ այսօր կատարվածից եպիսկոպոս և 6 քահանա գողանալու մասին, ևս հերթական մեկ բարոյական գծի, կարմիր գծերի անկման մասին և քանի մենք ազգը կարող է այս ամենը տանել և չնկատել կամ նկատել ընդամենը մեկ օրով մեր վերջը շատ վատ է լինելու։ Այո, Սամվել Կարապետյանի դատն է, մի քանի հազար հոգի մարդ հավաքեցին եկեղեցին պապանելու համար ձեռնարկված Սամվել Կարապետյանի, որին իդեպ ես շատ հարգում եմ, քանի որ մենք ունենք մի քանի ընդամենը մեծ կապիտալ ունեցող մարդ, որոնց կապիտալը իրականում ազգային է, պրիտոմ նա միշտ ծառայել է Հայաստանին և դա արել է շատ լուռ և երևի թե դա իր ամենամեծ սխալն է եղել։ Որոշ բաների մասին, որ ինքը արել է մասշտաբային աննորմալ մեծ գումարներով, նույն պատերազմի ժամանակ նույնիսկ խոսալ չի կարելի, բայց այսօր ունեց Սամվել Կարապետյանի թիմը, որը որ իրականում անսպասելի անվորակ է, անվորակ, ահավոր մանուկներ մանկապարտեզի մակարդակի, ես հասկանում եմ, որ կարող է ինչ-որ մեծ մարդկանց չեն ուզում հիմա ներկայացնել, ասեցին, որ իրենց այդ վերջապետի թեկնածուին ներկայացնելուց հետո, բայց այս մանկամտությամբ, այս լեզվապաշարով կարող է մինչև այդ ժամանակը նրանք լրիվ իրենց թիմի արժեքազրկեն թիմը, ընդհանրապես մինչև ներկայացնելը վարչապետին կամ մի բան պետք է անել, հասկացեք, եկեղեցին միակ ինստիտուտն է մնացել, միակն է մնացել, որը դեռ որպես պետական ինստիտուտ, իսկ դա պետական ինստիտուտ է, մշակութային, պատմական, կրոնական, մեզ պահած, գուրգուրած, մեծացրած, հարցրած մինչև այսօրվան ինստիտուտ է, ազգային։ Վերջին ինստիտուտն է մնացել հայկական, և դա էլ են վերացնում են, և այդ խոսքերը չի ստացվի, և այլն ոչ, հիմա կարող է ստացվել, ասենք եկեղեցին տեղափոխվեց Հայաստանից դուրս, քանդեցին, ստեղծեցին երկրորդ մի եկեղեցի, ինչ եք անելու դրանից հետո, չեմ կարողանում, իրականում չեմ կարողանում հասկանալ կաթողիկոսին, ոչ էլ իրավունք ունեմ ինչ-որ մի բան սովորեցնել կամ ինչ-որ մի բան խորհուրդ տալ, բայց դա այսպես է չի կարող, գոնե ինձ թվում է կաթողիկոսը քանի փոքրիկ ձագունես դունգ երևի կարդացել է, այդ բան չունեմ ասել, շատ սարսափելի իրավիճակում ենք, հասկացեք, մենք այո հպարտացել ենք, որ առաջի քրիստոնյա ազգն ենք, ընդհանրապես հայերով ճանաչող ազգերը, որոնք գոնե մենք գիտենք, թե որտեղ են, ոչ թե Թրամպի նման կամ ինչ-որ մեկի նման, որ նրանց համար մենք նույնիսկ գոյություն չունեցող, ինչ տարբերություն կան, չկան, գարի գլուխն ավելի թանկ է, քան մենք։ Գոնե այդ ազգերի համար, որոնք իրականում գիտեն, որ մենք առաջի քրիստոնյան ենք, որ մենք գենոցիդ տարած ազգ ենք, որ սա ենք, որ նա ենք, հիմա նայում են մեզ, գիտեք ինչ, մենք դառնում ենք խայտառակություն, մենք իրականում արդեն քաղաքակրթական խայտառակություն։
Ոչ թե մենակ պետություն չունենալու արժան ինչ-որ մի գոյացություն մարդախումբ, այլ բուծման չենթակա անցեղ անասունների նախիր։ Հիմա մեկը կասի ես այդպեսին չեմ, ես էլ այդպեսին չեմ, բայց քանի որ ես այդ ազգի ներկայացուցիչն եմ, ես էլ եմ դառնում այդ անցեղ անասունների նախի անդամ։ Քանդեցին ամեն ինչ, մենք ունենք մի քանի հիմնակար, որի վրա ազգությունը, ազգը եւ պետականությունը մնում էր։ Առաջին հերթին դա Արցախն էր, ողնաշարը, որի վրա կառուցվել էր այդ պետությունը։ Գլխներից ընկած այսպես կոչված ազատությունը, որ ինչքան էլ Հայրիկյանը գոռա թե ես, սովետի քանդման արդյունքում նվեր ստացանք պետություն։ Սովետի դաստիարակած սերունդը կերտեց հաղթանակ եւ սովետում այլանդակները, որոնք որ այն այլանդակներ միշտ եղել են ցանկացած համակարգում, վերցրեցին իշխանությունը, պետությունը բերեցին ասեն այսօրա, վերջում է բերեցին այս հրեշին բերեցին։ Այս անդունդի վիժվածքին։ Եվ 30 տարում սովետն էր վատը։ Մի հատ նայեք ձեր շուրջը, ընդամենը 500,000 չունեցող բնակչություն չունեցող հանրապետությունը դառնում էր 4 միլիոն, հիմա մենք պետք է 4.5 միլիոն դառնանք։ Սովետի ժամանակ ակադեմիա ազգային, օպերա ազգային, թատրոններ ազգային, նվագախմբեր ազգային, ինչևից է, չխոսանք դրա մասին։ Իսկ ընդամենը 30 տարում մարդկային կապիտալը, որը ամենաթանկարժեք բանն է պետականության համար, մանավանդ փոքր պետություններում, կերան, հոշոտեցին, դեգրադացրեցին եւ որակապես եւ քանակապես։ Ինչպես երեխան է նայում ծնողին մտածում է ինչպեսին պետք է դառնա, ավտոմատ դառնում է այդպեսին, ինչպեսի արժեքների գերակայություն էր ձևավորվել այդ 30 տարվա ընթացքում։ Եվ ում բերեցին հետո։ Նիկոլը սերացումն էր, այս անդունդի վիժված քարեշը հիվանդության սերացումն էր։ Հայոյան գրող տիկնայք, ուսուցիչներ փողով ֆեյք աշխատող, գեներալներին էլ նա գրպանի հետ դրած բերել։ Այս ոստիկանությունն էլ ինքը իրեր գրպանի մեջ դրած այս սպայական կազմը ընդամենը 7 տարի անցել։ Գերեզմանի վրա զոհված երեխայի կյանքը տված հայրենիքի համար երեխայի գերեզմանի վրա մայր ծեծողները։ Ձեզ կարծիքով իրանք էշմեածին չպետք է քանդեն, այն ժամանակ են իրենց մեջ արդեն էշմեածին քանդեն։ Եվ դուք էլ եք քանդեք, քանի որ բոլորը տարեք ինչ-որ մեկներ, որ ասում էր մի հատ ակտիվ գործողություն է պետք անել, սկսում էին որ վախից փող կորցնելու, հաց կորցնելու, աշխատանք կորցնելու վախից արդարացնում էին, ասում էին դա հիմա մեռել են, ինչ է մայրերը կաղնում տենց գոռում։ Երեխայի ոսկորները, մեր զինվորների ոսկորները պատվալում լցած մեշոկների մեջ, վեշոկների վրա գինո փառատում տոնողներ։ Եվ այդ բոլորը գալիս էր ձեր 30 տարվա այն հրեշներից, որոնք որ պետությունը եւ հասարակությունը հասցրեցին այսօր։ Եվ հիմա 21 թվին կապիտուլյանտին մի օր ապրել երազող կապիտուլյանտին դրսի հրամաններով բունկերից հանեցին եւ հետը գնացին ընտրությունների։ Կապիտուլյանտի հետ ընտրության պիտոմ գնաց ոչ մի նման մի փսլանքոտը, այլ իրեն հերոս համարող Արցախի նախագահ համարող շպրտված իրականում Արցախի նախագահի աթոռին, հետո բերված շպրտված Հայաստանի նախագահի աթոռին, այդ փսլինքը նախագահ խերոսները համաշխարհային քաղաքակրթության մեջ առաջին անգամ գնաց ընտրության, պիտակ դնելով ազգի վրա, առանց հասկանալու, որ մինչև վերջ պատմության մեջ իր անունը գրված է ելնելու ամբողջ աշխարհում, դրանով են հիշելու, որ եղել է նման մի այլանդակ, որ քաղաքակրթության պատմության մեջ չլսված քաղաքակրթական հանցագործություններ գնացել է, կազմակերպել է Հիմա էլ գնում են նորից ընտրության, այն ժամանակ, որպեսզի 1 տարի էր մնացել Նիկոլի։ Գնացին, որպեսզի լեգիտիմացնեն այդ դավաճանությունը, այդ Արցախի հանձնելը մեր երեխաների այրանը արժեքազրկման գնով։ Եվ ժամանակ տան, որպեսզի նա վերջնական կործանի Արցախը եւ թուլացնի Հայաստանը, 1 տարի էր մնացել Նիկոլին։ 5 տարի նրանք կազմեցին խորհրդարան,
այդքանով ընտրելով Նիկոլին, նրանք էլ ընտրեցին Նիկոլ։ Եվ 5 տարի լեգիտիմացնում են, հասկացեք, քանի այդ այլանդակները, այդ ընդդիմուց բոսյակներ կոչեցյալները խորհրդանում են Հայաստանում ոչ մի քաղաքական ճգնաժամ չկա, ինչ ուզում են անում են իրենց իսկ ընտրված, իրենց իսկ ձեռքի գործիքը, որովհետև Հայաստանի իշխանությունը խորհրդարանն է, իրենց իսկ գործիքը ինչ ուզում է անում է, իրենք անում են իրենց գործիքի ձեռքով, իսկ հիմա էլ նորից գնում են ընտրության, որպեսզի Հայաստանի կործանման վերջնակետը լեգիտիմացնեն։ Հիմա արդեն Սյունիքի կորուստը լեգիտիմացնեն եւ մտնեն եւ դառնան արդեն Հայաստանի կործանման իշխանության ընդդիմախոս։ Նրանք են իշխանությունը։ Խորհրդանում ամեն մի падգամավոր իշխանություն է։ Եվ նրանք ցանկացած ժամանակ կարող են ոչնչացնել իրենց իսկ այդ դավաճան գործիքին, ուղղակի վայելնելով մանդատները իդեպ ընդամենը 7 հոգով։ Որտեղ Հայաստանի կոնստիտուցիան դա թույլ է տալիս 101-ի օրենքով։ Չեմ ուզում շատ խոսալ դրա մասին։ Այս ընտրությունների գնալը նշանակում է Սամվել Կարապետյանին երևի Քոչարյանն ասել է, գիտեք, ինչ իսկ փչացրեցիք, ես չեմ ուզում միակ փչացած լինեմ Սամվել Կարապետյանին ուղարկեք, թող մի հատ նրան փչացնեմ։ Այդ մարդը պոլիտիկ չի։ Մի արեք նման բան։ Եթե Սամվել Կարապետյանը եկեղեցու համար էր կանգնած, եւ եթե այդ մանուկները իրականում Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են, թող իրենց կողքին կանչեն լուրջ մարդկանց։ Լուրջ մարդիկ ինստիտուցիոնալություն պետք է լինի։ Չի կարելի պատայի բերել դնել։ Հիմնականում նախագահները վարկաբեկված են այն աշճան, որ նրանք արդեն դարձել են քաքի ложка, նոշկը ջոկցը Մյոչկի բյոդը ինչին կծես կփչացնի, ստիպված պետք է արդեն կանչող է, ստիպված ինչի համար ստիպված, այդ մարդիկ եղել են իրականում լավ վարչապետներ, իսկ երկուսը եղել են հաղթանակի վարչապետ։ Հրանտ Բագրատյան, Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան։ Հրավիրեք նրանց, միացրեք ձեզ, իհարկե նրանք հակասություններ ունեն, բայց նրանք կմոռանան իրենց հակասությունները եւ նրանք նորմալ մարդիկ են հակասությունների եւ վեճերի արդյունքում լավ գաղափարներ առաջ կգան։ Կանչեք այդ մարդկանց եւ մարդկանց կանչեք հանեք փողոց ի պաշտպանություն եկեղեցու իրականում։ Ոչ թե այսօր մի հատ երկու խոսք հայերեն չկարծող կապող այդ մորուքավորը, որը վարում է այդ նարեկից բացի, որ անհասկանալի է այդ մարդուն տղային։ Կարող է լավ տղա է, կարող է ընտանիքի հետ մոտիկ է, բայց նման աշխատանք ընտանիքով չեն անում։ Երկու բառ չի կարող, չէ՞ հասկանում ինչ է խոսում։ Այսօր ասում է եկեղեցու փրկությունը Սամվել Կարապետյանի ազատման մեջ է։ Տղա ջան, եկեղեցին ուզում եք օգնեք, գնացեք եկեղեցու համար հիմա մարդկանց հավաքեք, պայքարեք, որ մարդիկ հետ ձեզ հավատան։ Որովհետև Սամվել Կարապետյան ինչքան էլ հարգարժան եւ սիրելի մարդ լինի, ինչքան էլ մեծ մարդ լինի, չնայած դա հետո կտեսնենք, անհամեմատելի է, համեմատել ինչ-որ մի ամենալավագույն անձին, միակ կենթանի մնացած հայկական ազգային կուլտուրական մշակութային ազգային մշակութային պետական ինստիտուտի հետ։ Տհաս մորուքավոր 1.50 m բոյով մորուքը ծկներից հասցրած։ Երկու բար գոնե կապել սովորի։ Գլամուրնի տղեկիկ։ Լրջացեք։ Խայթարակվել ենք ամբողջ աշխարհում, էլ եմ ասում։ Աշխարհի դիմաց, այդ որ այդ կանգնում են ասում են դու ով ես Նիկոլին, մեզ են ասում դուք չկաք։ Դուք չկաք ու չպետք է լինեք։ Լրջացեք, ձեզ են կոտորելու։ Թուրքին սպասողներ, բերաններ այդ քցած, կրծոտած ոչխարի ոսկորի համար, լրջացեք։